Ինչ նստած ծաղորը բողոքում ենք, էս չարեց, այն չարեց, դու ինչ ես արել։ Օй, ինչ շատ ճիշտ բան ես ասում։ Համակարգերը շատ կարևոր են, արտաքին ուժերը շատ կարևոր են։ Համակարգը կարա նենց լինի, որ քեզ սեղմի չթողի ոչ մի բան անես։ Բայց ով պետք է այդ դեպքում այդ համակարգը փոխի։ Իսկ դու կարծում ես այս բանը, չէ՞, սպորտի թեմայը մի մարդը ինչ որ բան փոխում է, թե չի փոխում համակարգի մեջ, որ իրանից մեծ է։ Մի հոգի իր գլխում որոշում է, որ պետք է ես սա անեմ, սկսում է անի, այդ մի հոգին դառնում է 3 հոգի, 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի։ Օրինակով։ Չէ, ես համաձայն եմ։ 20 հոգով դուք արդեն կարաք ինչ ուզեք անեք։ 20 կազմակերպված բարձր պատասխանատվություն ունեցող մարդ իրար հետ կարա ամեն ինչ անի։ Չեմ ասում մի շաբաթում, 2 շաբաթում, նաև պետք է հաշվի առնենք, որ պետք է հետևակ ու երկարաժամկետ մտածես։ Այսինքն դու ուզում ես ինչ-որ երկրում ինչ-որ երկրի մակարդակով հարց փոխես, դու ուզում ես դες կես տարի, դες թեթև գործից հետո փոխեք ու փոխեք, չի լինում, ցավոտամ, չի լինում տենց։ Պետք է երկարաժամկետ տարիներ շարունակ, անընդհատ մեսիջ տալով, անընդհատ աշխատելով, անընդհատ։ Դրանից հետո կարող է ինչ-որ մի հատ եղանակ փոխեք։ Հա Այդ որոշման հարցը։ Որոշման հարցը ու փոքրամասնություններն են փոխում ամեն ինչ։ Մեծամասնության կոնսենսուսը լինում է մենակ այն ժամանակ, երբ որ փոքրամասնությունը ստիպում է իրան, որ դու տենց պետք է մտածես։